Մեր օրերում շատերը աշխատում են on-line, այսինքն համացանցով, ու այս առումով նաև բացառություն չեն կազմում մեզ բոլորիս ծանոթ գուշակները, պայծառատեսները, թուղթուգիր քանդողները, ովքեր որ բոլորի պես իրենց ծառայություններն են առաջարկում համացանցով։ Ուրեմն ամենաառաջի բանը, որի վրա որ կուզեի ուշադրություն դարձնենք, այդ սենց ասած մենյուն է, գուշակների մենյուն, որտեղ որ ներկայացվում է, թե ինչ ծառայություններ են իրանք մատուցում ու բնականաբար նաև դրա հետ մեկտեղ ներկայացվում է այդ ծառայությունների արժեքը։ Օրինակ, զույգերի միացում 25,000, ֆինանսի բացում 20,000, դե էսի այն հաշվարկով է 5,000 ավելի էժան, որովհետև սրա կարիքը ունեցողը ոնց որ ֆինանսի խնդիր ունի, այդ դրության մեջ մտնում են, էլի, դուք ինչ ինտելեկտով ֆայմող գուշակներ են։ Խանդի ծես 20,000, խանդի ծեսը որն է, խանդի ծես, այսինքն որ սկսում է ձեր կողակիցը ձեզ խանդել, հա, կախվածություն ծես, բայց ուսանք այդ կինոյի պես կախվածության մեջ չի գցում, էլի, ու սաղ 25,000-ի դիմաց, ընդամենը 25,000, ապագայի դիտում 10,000 դրամ, իմ տրամաբանությամբ հաստատ ապագայի դիտումը պիտի ամենաթանկը ելներ, էլի, որտեվ ապագա տես էլի տենում ու շատ բան կարաս փոխես, էլի, բայց չգիտես խի համեմատած ավելի էժան է, էլի, քան թե ասենք զույգերի միացումը, obsession ծեսը կամ խանդի ծեսը, հետո գալիս է մաքրման աշխատանք, էսի են որ ընդհանրապես պատկերացում չունեմ, դա ինչի մասին է, ինչը, այսինքն մաքրման աշխատանք, ինչի մաքրման աշխատանք, ու վերջում թուղթ ու գրի ստուգում 5,000 դրամ, էսի դիագնոստիկան է, էլի, բայց այ ինձ արդեն հետաքրքիր է, թե հիմնական թուղթ ու գրի, սենց ասած քանդումը ինչ կարժեն է, էլի, նայեք, եթե դիագնոստիկան ընդամենը 5,000 է, իմ ջոգելով մի 20-25,000 կլինի, էլի, բայց նենց է լավ էլ հարմար գներ են սենց որ օպշի նայում ես։ Ու այս մենյուից զատ ունենք նաև փաթեթներ, 3 փաթեթ, կոնկրետ այս մի գուշակը 3 փաթեթ է առաջարկում, հա, ստանդարտ Ultimate Edition-ները։ Չէ, իրականում առաջարկում է ստանդարտ սիրային փաթեթ 35,000 դրամ, միջին սիրային փաթեթ 50,000 դրամ ու վերջում VIP սիրային փաթեթ 70,000 դրամ։ Ու ասենք հետաքրքիր է ինչ է սրանք էլի իրանց ներառում, այսինքն ինքը ասենք կոմբոյի պես միքս է, հա, այսինքն այս փաթեթները իրանց մեջ ներառում են, ասենք կախվածության ծեսը, խանդի ծեսը, չգիտեմ, մաքրման ծեսը, դե էլ ինչ կար, հա, զույգերի միացման ծեսը, խոսքի VIP փաթեթի ինձ թվում է այդ սաղ ներառում է, էլի, 70,000 ենք խոսում։ Ու հետո մեզ արդեն սենց մի թեթև ցույց են տալի, թե մոտավոր ինչ է իրանից ներկայացնում մաքրման ծեսը ու այն որ ճիշտն ասած ոչ մի պատկերացում չունեմ, թե այս ինչ է, ասենք 3 քույրերի համար մաքրում, որ ամուսնանան, 3 քույրերի համար 3 եսիմինչ զզվելի ինչ-որ մի հատ բաներ։ Ես էլ ոնց հասկանում եմ արդեն կախվածության ծեսն է, հա, երբ որ այդ վիդեոյի մեջ ասում եմ, բայց ձենը չեմ դնի, երբ որ ասում եմ, որ Լավրովի թերթիկի վրա գրում ես այդ մարդու անունը, այրում ես ու ինչ-որ մի հատ բառեր ես կրկնում, հա, 7 անգամ ու մոտավոր ես էլ կախվածության ծեսն է։ Արման, մյուսը կադրը էլի մաքրման ծեսից ու գրած է մաքրումից հետո չարը աչք երևաց, որը կուտակվել էր նախանձ ընկերուհուց։ Ինչ էլ սիրուն աշկա։ Ու իրեք ամենահետաքրքիրը որն է, որ ինչ է էլի ես դեղին, ես զզվելի, ես նյութ ես, ինչ է, ինչից է եսի սարքած։ Բայց նայեք, որ սենց նայում ենք աշկից բացից, դե ոնց որ ինչ-որ մեկի ֆասոն է լինի, հա? Լստե, ոնց որ բան է լինի, պրոֆեսոր Քուիրել է լինի, այն որ փիլիսոփայական քարի մեջ բան է, գլխի հակառակ կողմն էլ Վոլդեմորտն է, հեսա։ Ամենահետաքրքիրը այն է, թե ինքը ոնց է իմացել, որ այս չար աչքը իբր թե հենց նախանձ ընկերուց է, ոնց։ Գիր, արված է կիսուրի կողմից, օքեյ, հա, հասկացանք, հա, ենթադրենք գիր է, բայց ասենք ոնց ենք իմանում, որ հենց կիսուրի մատն է խառը։ Ինչ էլ տարօրինակ գիր է, ինչ դետալիզացված գիր է, չէ՞ նայեք, ինչ ասես կավերին, ինչ քարեր, բան։ Դեմքը տեսեք անողի, պարզվեց, որ կիսուրը գիր էր արել հարսին։ Հա դե եսի կլասիկ կիսուրի դեմք է։ Բայց ոնց որ ավելի շատ կեսրայրի է նման, հա։
արա ու էլի ասենք ես ինչ խմոր է, հա, այս դեղին այս զանգվածը խմոր է, հա, սովորական, բայց կիսուրի դեմքը վադստում է։ Ու հիմա գալիս է ամենահետաքրքիր պահը, DM-ների պահը, երբ որ customer-ները feedback են տալիս, հա, ծառայությունների վերաբերյալ ու կոնկրետ իմ համար սրանք են ամենահետաքրքիր մասն են։ Օրինակ ստե, ես ինչ ջան, այդ անորակականից բաժանվեց ընկերս, շատ շնորհակալ եմ ձեր մաքրման աշխատանքի համար, ինք ասեց, որ էլ չի սիրում դրան, ինչ լավա ձեզ գտա, ու ամենավերջում ես ձեզ լիքը կլիենտներ եմ բերելու։ Գուշակ էսի ինչ նայեք, ուստե մի հատ screenshot հա տված, որտեղ որ երևում է, թե ոնց է Սամոս ընդամենը մի ժամվա մեջ 10 անգամից ավել զանգել ու Սամոյից ցավոք սրտի այդքան անգամ իգնոր են արել։ CS-ը սկսել է աշխատել հաստատ, պատասխանեմ ու մեր գուշակն էլ պատասխանել է։ Շատ լավ է, բալ, դեռ չէ, առայժմ իմ ասածով։ Մի խոսքով հələ վախտը չի էլի, հələ Սամոյից ոբշեմ Սամ ջան քեզ էլի պետք է իգնոր անեն մինչև մյուս DM-ը, այն որ այս DM-ի վրա մի հատ պահ կա, որի վրա որ ձենով խնդացել եմ, ուրեմն էլի screen են ուղարկում մեր գուշակին, որտեղ որ գրած է, չեմ ջոգում հետս ինչա կատարվում, շտոտը չեմ կարում առանց քեզ։ Այս ամեն ինչը այդ չակերտավոր ծեսից հետո սենց մի հատ ես գրում Տիկին գուշակ, չեմ հավատում, ուրախությունիցս ոբշեմ, լավ չեմ, կարանք ուժեղացնենք ծեսը։ Դրա ուժեղացնելը ոնց ալու ու գուշակս էլ պատասխանել է, հա բալ, դե սկսեք ես գումարը փոխանցում եմ ու այս վերջի գրածը գումարի պահով կարդալուց հետո պատկերացնում եք չէ ոնց է մեր գուշակը սենց սիգարետը դրում է բերանը սենց խոդա տալի ծեսի ապարատը մի խոսքով սկսում է դրում է բերվի կոնստան սկսում է գազը ավելցնել ու ոբշեմ տես ծեսը փամփ անում էլի ուժեղացնում է ու այդ ամբողջ ծեսերից ու գումարները փոխանցելուց հետո բնականաբար այս վիճակն ալնում մեր գուշակների մոտ։ Մի խոսքով այն որ մի արեք սենց բաներ, այս ծեսեր, չգիտեմ, մաքրման աշխատանքներ, բան մեկը ես ասում եմ իմանամ, որ իմ կողակիցը տենց բան է անում, վсё, մի անգամից այն որ առավոտ շուտ wake up to break up, այն որ երկրորդ տարբերակ հաստատ չկա։